Հաճ տեղյակ է, որը այսօր մենք պահանջում ենք, ինքը մեր շենք եկել է 2023 թվականի սեպտեմբերի 8-ին նախընտրական օրերին, ասեմ ես անձամբ պարոն Ավինյանը ինձ եւ մնացած բոլոր բնակիչներիս ասեց, որ մինչև 2025 թիվը փետրվար-մարտ ամիսը, այսինքն տարուկես այդ ժամանակահատվածը տարուկես հետո ասեց կսկսենք տարհանելը նորակառույց ձեզ բնակարանների մեջ կառավարությունից աջակցություն գումար մենք կպահանջենք ասեց ձեր երկու շենքերի համար 66/1 եւ 68-ի շենքի մասին է խոսքը Վարդաշեն 6-րդ փողոց։ Հիմա մենք դրանից հետո ոչ մի շարժ չենք տեսել տարուկեսվա մեջ, անընդհատ մենք գալիս ենք քաղաքապետարան մեր վարչական շրջանից մեր թաղապետը պարոն Բալայանը կազմակերպեց եւ մենք պարոն Բալայանի շատ հարգում ենք, շատ ենք հարգում պարոն Բալայանին, պարոն Փամբուկչյանին այս ինչ մի խոսքով պարոն Բալայանը պարոն Փամբուկչյանի հետ հանդիպեց մեր շենքը բնակիչների հետ։ Հիմա հետեւյալը այն է, որ մենք պարոն Փամբուկչյանի այցից հետո հասկացանք, որ մյուս տարի պետք է ինչ-որ բան կատարվի կամ այն մյուս տարի մենք ոչ թե ինչ-որ բողոքում ենք կամ եսի միշտ մենք պահանջում ենք։ Մեր խնդիրը, մեր պահանջը այդ է, ասենք մենք ենք ժողովրդի մի փոքր մասնիկը, այդ անմարդկային պայմանների մեջ ապրողը մենք ենք, մեր ցավը ոչ մեկ չգիտի ու ես ուղղակի սա մանրամասնորեն եմ պատմում, էլի ես կարամ երկու բառով անուն ազգանուններ տամ, որ ինչը ոնց է, ես ուզում եմ ուղղակի մանրամասնեմ։ Հիմա սա անհասկանալի վիճակ է, անմարդկային պայմաններ է, այստեղ հարցը գնում է նրանում, որ իրենք քաղաքապետարանը ասում է մենք միջոցներ չունենք, քաղաքապետարանը միջոցներ ունի, ավտոպարկը թարմացնում է, ավտոպարկը թարմացնելը, ասենք չեմ կապում պարգևավճարների կամ եսի մինչերի հետ, ուղղակի այստեղ մնում է հարցը են, որ ժողովուրդը մեր երկու շենքերի իրենց ընտրել է, թե ԿՓ-ականների մեջ են գնացել մեկ ընտրել, թե պարոն Ավինյանի ընտրությունների վաղտա եղել սեպտեմբերի 17-ի մինչև 17-ը նախընտրական օրերին երկու շենքով գոռացել ենք համար երկրորդ պարոն Ավինյանն էր։ Կային ընդ լավ կուսակցություններ, Մայր Հայաստան, համար 4-րդ, կային ընդ ոչ մի խոսքով չթվարկեմ, ես ոնց հասկացա, պարոն Ավինյանը ինչ որ ժամանակահատված է ձգում, ասենք ձգում է, թե կգա ընտրությունները եկող տարի իշխանության ընտրություններն է գալի, թե այնտեղ ինքը ուզում է հասկանա նորից կտիրապետի քաղաքապետի պաշտոնը, նոր մեր հետ ինքը զբաղվի, պարոն Փամբուկչյանին դրա համար է ուղարկել, եկող տարի ձեր ծրագիրը, եկող տարին մենք չենք համաձայնվում, քանի որ մենք ունենք ռեալ մեր պահանջը եւ պահանջում ենք շատ խիստ, կարանք սենց այս տիպի ժամերով խոսանք, հարցը խոսալով չի, սուտ խոստում տալով չի, ասեք ինձ, ասեք կանեմ, ասեք ես ինչ կանեմ, համար երկրորդ ասեք, մենք այդ բոլորը սա հասկանալով ենք արել, մենք ոչ երեխա ենք, հավատացել ենք, պարոն Ավինյանը մեր շենք եկել է, բոլոր անմարդկային պայմանները տեսել է, ես անգամ ասել եմ, այստեղ կենթանի շունը չի ապրի, պարոն Ավինյան, այստեղ ապրում են անչափահասներ, տատիկներ, պապիկներ, հաշվանդամներ, բոլորը հիվանդացել են այս շենքում, անմարդկային, Արտուր մի քիչ կամանց Արտուր, ահա որ վիճակի մեջ ենք, ես երկու շենքերի մասին եմ հոգտանում, ոչ թե իմ, ես ինքս զինվորական եմ եղել, ես ինքս ապրում եմ այստեղ այդ 68-ի այում, տղաս լքեց իմ բնակարանը գնաց ռուսաստանյան դաշնություններ, ես իրան չեմ մեղադրում, որտեղ 13 քառակուսու մեջ ես քնեմ, իր մայրը քնի, ինքը քնի, դա արդեն անմարդկային պայմանները ոչ հնարավորին, էլի, չափահաս տղա է։ Իսկ եթե այստեղ ձեզ չընդունեն,
Ինչ քայլեր եք հետո իրականացնել։ Այստեղ մեզ ընդունելու են, մեր պահանջը լսելու են, մեր պահանջը Որ պայմանավորվածություն ունեք դրա համար եք վստահ Այո։ Եք պայմանավորված։ Մենք պայմանավորված ենք պարոն Ավինյանին, ի սկզբանե հիմքով տարուկես հետո ձեզ կտարահանենք, ասեց կառավարությունից տարուկես Այսօրվա հանդիպման մասին է խոսքը։ Այսօրվա մենք ամեն օր էլ կարանք այստեղ գանք, մեր խնդիրը պահանջենք, սա ակցիա չի, սա ոչ մի բան չի, սա խաղաղ պայմաններում պահանջ է, որ ոչ մի ոստիկան ոչ կարա մեզ մոտիկանա, մենք ոչ հայոյանք ենք տալի այստեղ, ոչ ճանապարհ ենք փակում, ոչ օրենք ենք խախտում, բոլոր կետերը ես սաղ անգիր գիտեմ, մեկից մինչև 3000 կետը ես ճանաչում եմ օրենսգրքի, ես այս կետը չեմ տենում, որ մի բան խախտում ենք, սա էլ ծնողը, սա հայրիկը, սա Իսկ եթե չընդունեն ձեզ, ինչ եք անելու։ ով չի ընդունի մեզ Քաղաքապետարանում, ինչպես որ Դա բացառվում է, որևիցե մեկը չի շնի ներքև ու այս պահին մենք մեր խնդիրը շատ լուրջ է, այն որ ասում է ոսկորին է հասել, այս պահն է։ Հիմա այս անմարդկային պայմանները եւս մեկ անգամ պահանջում ենք պարոն Ավինյանը, այս վերջին անգամ ենք մենք պահանջում Դրանից հետո թե ինչ կանենք, մենք մեր արածների համար պատասխանատու չենք լինի, օրենքի սահմաններում։ Վրաներ եք տեղադրելու եւ տեղափոխվեք կառավարության կամ քաղաքապետարանի շենքի մոտ։ Պահանջը այստեղից հետո պահանջը լինելու է լիակատար, պահանջը լինելու է ուժի մեջ, պահանջը լինելու է ոնց ասած, ուղղակի այդ վրաններ կապելը մի քիչ գիտեք ոնց է, փոխաբերական իմաստով է ասված։ Մենք ոչ բոմբ չենք Ինչքան էլ վատ շենքում ենք ապրում, տարական բաները մենք հասկանում ենք, օրենքն ենք հարգում, մենք օրենքը չենք փորձում մի սանտիմ խախտենք, մենք ամեն ինչն էլ կյանքում նկատել ենք, տեսել ենք, այսօր մեր երեխաների հետ ուզում ենք նորակառույց շենքի մեջ մենք տեղափոխվենք, այո, որը մեր թաղապետը պարոն Բալայանը ինձ ասեց, որ Էրեբունու վարչական շրջանի մեջ խնդրեմ, Էրեբունու վարչական շրջանի մեջ չկա, ասեց, նման տիպի նորակառույց չենք, որ ձեզ տարհանեք ընդեղ։ Մենք չենք սպասում Էրեբունի վարչականի մեջ, թող լինի ինքը Աչափնյակի մեջ, թող լինի ABC մեդիայի հարգելի հետևորդներ, տեղեկացնեմ, որ այստեղ հավաքված քաղաքացիները մոտեցան քաղաքապետարանի ընդունարան Մենք պարոն Փամբուկչյանին ենք պահանջում, ասեմ սենց։ Ուշացրել եմ